Ողջույն բոլորին, բարեկալուստ հայկական խոհանոց, բարեկամներ այսօր միասին պատրաստում ենք հայկական անմահական ծիրանով շատ համեղ թխուկ։ Ծիրանով այս թխուկը ստացվում է շատ համեղ, փափուկ եւ նուրբ, պարտադիր փորձեք եւ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Թանկագիններս, նախքան բաղադրատոմսին ասնելը չմոռանաք հավանել տեսանյութը, ինձանից համեղ բաղադրատոմս, իսկ ձեզանից ընդամենը 1 լայք։ Ծիրանով թխուկ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 4 ծու, 300 գրամ այլուր, 1 թեյի գդալ սոդա, 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ, 600-ից 700 գրամ անմահական հայկական ծիրան, 100 գրամ հալեցրած կարագ, 150 գրամ շաքարավազ եւ 150 գրամ մածուն։ 4 ձվի վրա ավելացնում ենք 150 գրամ շաքարավազ, 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ եւ այս ամենը մի լավ հարում ենք, մինչեւ ծավալը 2 անգամ մեծանա։ Ծիրանով այս թխուկը ստացվում է աննկարագրելի համեղ, բիսկվիտը ստացվում է ծակոտկեն, նուրբ, շատ բարձր եւ բերանում հալչող, եւ եկեք համաձայնենք, ինչի մեջ կա հայկական անմահական ծիրան, անհնար է որ համեղ չստացվի։ Ձուն շաքարավազի հետ մի լավ հարելուց հետո ավելացնում ենք 150 գրամ սենյակային ջերմաստիճանի մածուն, 100 գրամ հալեցրած կարագ եւ 1 թեյի գդալ սոդա եւ կրկին հարում ենք։ Շատ կարևոր է, որ մածունը լինի սենյակային ջերմաստիճանի։ Եթե մածունը հանել եք անմիջապես սառնարանից, կարող եք կրակի վրա մի փոքր տաքացնել։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ հետևում եք իմ տեսանյութերին առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը։ Ծիրանով թխուկը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 250-ից 300 գրամ այլուր։ Այլուրը միանգամից չենք ավելացնում, այլ ավելացնում ենք մաս-մաս։ Կախված հավկիթների մեծությունից բաղադրատոմսում կարող է օգտագործվել 250-ից 300 գրամ այլուր։ Այլուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվասնով եւ մեր թխուկը ստացվի բարձր եւ ծակոտկեն։ Պետք է ստանանք նման խտություն ունեցող խմոր։ 600-ից 700 գրամ հասած ծիրանը լավ լվանում ենք, հեռացնում ենք կորիզները եւ ծայրի հատվածները այսպես կտրում ենք։ Այնուհետեւ բաժանում ենք 4 մասերի։ Ծիրանով թխուկը պատրաստելիս որքան հասած ծիրան օգտագործեք, այնքան ավելի հագեցած համ կստանաք։ Ջեռոցի տապակի վրա մի փոքր ձեթ ենք կաթացնում, տարածում ենք, այնուհետև ավելացնում ենք խմորը։ Խմորը համաչափ տարածում ենք, այնուհետև ավելացնում ենք ծիրանի կտորները, դրանք խմորի մեջ մի փոքր ընկղմելով, այլապես թխուկը ջեռոցում թխվելու ընթացքում ծիրանի կտորները կչորանան։ Այս թխուկը կարելի է պատրաստել նաև երկրորդ տարբերակով։ Ծիրանը բաժանում եք մանր խորանարդների, խառնում եք խմորի հետ եւ այդպես միանգամից թխում եք, այդպես էլ շատ համեղ թխուկ է ստացվում։ Թխում ենք նախապես 180 աշճանտակացված ջեռոցում, մինչև երեսը գեղեցիկ կարմրի։ Բարեկամներ, ինչպես տեսնում եք, 30-ից 35 րոպեի ընթացքում հայկական անմահական ծիրանով կարելի է պատրաստել անկրկնելի համեղ թխուկ, որի համից կարելի է խենթանալ։ Վերջում ավելացնում ենք շաքարի փոշի եւ մատուցում ենք։ Դուք կթողնեք, որ սառչի, ինձ նման չշտապեք, չնայած որ շատ դժվար է։ Այսօր էլ այսպիսի ծիրանով համեղ թխուկի բաղադրատոմս դուք էլ պատրաստեք այս տարբերակով, եղեք առողջ եւ սնվեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։